Թեժ պայքար, բուռն էմոցիաներ, կրտսեր տարիքի պատանիների առաջնության եզրափակիչն անչափ թեժ է, տղաների 16 և աղջիկների 6 քաշային կարգերում մրցաշարին մասնակցող մոտ 250 բռնցքամարտիկներից ռինգում մնացել են ուժեղագույնները։ Շատ մարզիկների համար սա Հայաստանի առաջին առաջնությունն է, յուրաքանչյուր քաշային կարգում ոսկե մեդալը տրվում է ուժերի գերլարմամբ։ Քառորդ եզրափակիչից սկսած արդեն թեժ մարտեր ընթացան, առաջին 1-2 օրվա ընթացքում համեմատաբար ավելի թույլ բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից, արդեն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերը բավականին լարված են։ Թեև տղաների պայքարում չեմպիոնները 16-ն են, բայց ըստ մարզչի իրենց կարգով ու դիտարժան մենամարտերով առանձնացան 6-ը։ 40 կիլոգրամ քաշային կարգում լավ տպավորություն թողեց Լորվա մարզը ներկայացնող Ալեն Նալբանդյանը, 42-ում չեմպիոն դարձավ Կոտայքի մարզից Էրիկ Խաչատրյանը, 44 կիլոգրամ քաշային կարգում լավ մենամարտեր անցկացրեց ու հաղթող դարձավ Սամվել Գրիգորյանը, իսկ 46-ում տպավորիչ մենամարտերով չեմպիոն դարձավ վանաձորցի Արնո Բաղրամյանը։ Երկրորդ Հայաստանի առաջնությունն էր, երկրորդ առաջի անգամ դառնում Հայաստանի չեմպիոն, զգացմունքները շատ լավ են։ Այս տարվա նպատակներից է, որ նույն արդյունքը կրկնեմ Եվրոպայի առաջնությունում։ Գրագետ մենամարտերով ոսկե մեդալներ նվաճեցին նաև Դավիթ Կիրակոսյանն ու Մենուա Ուլիխանյանը։ Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի հավաքականը, որը հուլիսի 17-ից Սերբիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Ժամանակը այնքան էլ երկար չի, սովորաբար մենք 1 ամիս նախապատրաստում ենք Եվրոպայի առաջնությունից առաջ, այս անգամ օգոստոսի փոխարեն առաջ տվեցին Եվրոպայի առաջնությունը, պիտի փորձենք թե ֆիզիկական, թե տեխնիկական պատրաստությունը զարգացնել, ինչքան հնարավորություն կտա մեզ այդ ժամանակահատվածը։ Առաջիկայում մարզիկները 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում, որից հետո կմեկնեն Սերբիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։